Մենք միայնակ չենք, մենք հաղթողների, մենք չարագործության դեմ հաղթողների հետ ենք, Երևանում նշենք, ասենք մենք հաղթել գիտենք, մենք դաշնակիցներ ունենք, հակահիտլերյան կոալիցիայի պետությունները մեր դաշնակիցներն են եղել 1915 թվականի Եղեռնի հեղինակներից մեկին ջարդեցինք, պատժեցինք, ես կուզենում այդպես լինի, իսկ մնացածը ես համարում եմ նվաստացում, խեղճացում, կոլխոզերի կշռավարին ման գնացել կանել ենք ընդեղ, համել կարող ուրիշ բան կա, մենք դա դեռ չգիտենք, հին հոգեհարազատ մարդիկ հավաքվում են, յուրայիններով հավաքվել են, դա էլ կարող է կա, յուրայիններով, ես օրինակ Գյումրիի ընտրությունները, այս թաղապետարանի ծեծ կրտուքը, դա մեր ատեստատն է, չէ, 7 տարի, ոնց էր կոչվում, ոչ բռնի, թավշյա, մի խոսքով լավ, էլի նենց, մեր սպիտակ ձեռնոցներով, փափլիկ հեղափոխությունից հետո, մենք Հայաստանը հանձնեցինք Գյումրիում, Գյումրին հանձնեցինք, Երևանը հանձնված է արդեն քանի երրորդ անգամ, փոխ նրանք գալիս են, փափախավոր և, ոնց ասեմ, որպեսզի ձեր եթերը Հակոբյան Տիգրանը մեզ չնշի, Հանիբալն ու Հաստրուբալը, հայրովորդի, փափախավոր օպելներով տարբեր գրավել են, հիմա նորքի զանգվածը հանձնեցինք, մասիվ էլ ասում են, բարակ, մասիվ, ուչաստակ, չէ, ուչաստկա, գյուղսովետ, կոլխոզնիկ, ուզեմ ասել, որ այդ դա էլ է բան, գրանցել ասում է, տեսեք ինչ եմ անում, Ռոբերտ Քոչարյանի վերջի ելույթները բանտից չի, ունեզրկված չի, դեռևս մենք ենք ունեզրկ, ինքը ասում է, տեսեք, Նոյան Տապանը փակված է եթերից, այն դատավճիռը Ռոբերտ Քոչարյանի դեռ գործում է, իմ դատավճիռը Ռոբերտ Քոչարյանի դեռ գործում է, Նիկոլ Փաշյանը տարել ասում է, տեսեք տղերք, ոնց է, սխոտկայա, իմ մոտ Ստալինը դեռևս հերոս է, Ստալինգրադը ասում են ուզում են վերականգնել, Վոլգոգրադի անունը ուզում են փոխել, Վոլգոգրադցիները դեմ են։ Վոլգոգրադի այրոպորտը արդեն անվանակոչեցին Ստալինի անունով։ Փոխում են, ասում են ես արդեն սկսել եմ, կարող է գնացել հաշվետվություն է տալիս նրանց։ Այ հաշվետվություն բառը պետք է օգտագործենք։ Գնացել է հաշվետվության եւ յառլիկ ստանալու, թե գնացել է ինչի։ Ասի տեսեք, ես ինչեր եմ անում։ Ես ոչ միայն Ալիևի կառքի հետևից եմ վազելու, վասկով էլի, թեթև վասկով, ստրուսցոյ, որ ասում են ռուսները, այլ նաև եսեք տես ինչ փաթեթ եմ բերել, 7 տարի Հայաստանում բարեփոխումներ կատարելուց հետո վերադարձանք Ստալինին, տերտերը ստալինիզմ է քարոզում, ոչ թե գուլագից, պահեստ դարձած կուլտուրայի տուն, գոմ դարձած եկեղեցուց, Ստալինը դա էր անում, այնտեղից գողում են, ասեմ, բան ունի հետը տանելու, կա 60,000 ստորագրություն, 60,000 ստորագրություն ժողովրդի կարծիք է, ունենք 2,5 միլիոն ստորագրություն, հանրաքվեին մասնակցած Սովետական Հայաստանի քաղաքացիները 91 թվականն եք այո, սեպտեմբերին երկու անգամ են հարցրել մեր ժողովրդին կարծիք, դուք ուզում եք լինել հապկի անդամ, ուզում եք վազել կառքի հետևից պարտվածի կամ հաղթածի, մեր ժողովուրդն ասեց չենք ուզում, մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունը պահել, պահպանել, ուզում ենք Հայաստանի քաղաքացի լինել, ուզում ենք մեր երկրի տերը լինել, մեր կյանքի տերը լինել, մեր ունեցվածքի, մեր արժանապատվության տերը լինել, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին սխալմամբ թույլ տվեցին, որ մեր ժողովուրդը իր կարծիքը հայտնի, նրանք չէին սպասում, ես այն ժամանակ իշխանությունում էի, անակնկալ էր,
Նրանք հույս ունեին, որ չի լինելու։ Մի ավտոբուս է գալու ասի, որ մենք ուզում ենք ազատություն։ Մենք հավասարություն ենք ուզում։ Մենք արժանապատվություն, ասես մենք չկա, հայ ժողովուրդը արժանապատվություն չունի, չի գա, չի քվեարկի։ Քվեարկեց 99% ասեց 10,000 հոգի ասեցին, չէ, մենք արժանապատվություն չունենք։ Հաջորդ անգամ բոլորովին վերջերս աշնանը, անցյալ տարվա, մեր ժողովրդին էլի սխալմամբ։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը բան արեց, հետ քաշվեց, ասեց ես չկամ։ Ես չեմ կարող դրան մասնակցել։ Խայտարակ կլինենք։ Չի գա հայ ժողովուրդը։ 50,000 էր պետք 60,000 հոգի եկան, ասեցին, որ մենք չենք ուզում ստրուկ լինել։ Մենք ուզում ենք լավ ապրել, մերոնց հետ ապրել։ Այդ եվրաքվերի մասին է խոսքս։ Դա հասարակական կարծիք ասեմ, կարծիք, թվերը բերեմ, ցույց տամ։ 60,000 ստորագրություն 6 ամիսը դեռ չի անցել։ Մենք ինչպես ենք մեզ գնահատում, ում հետ ենք մենք մեզ տեսնում։ Հասարակությունը ինքներեն տեսնում է Եվրոպայում, Բեռլինում հաղթական շքերթ։ Բեռլինում շքերթ, Երևանում շքերթ, Երևանում հանդիսություններ, հիշատակը հարգենք և 80-ամյա և այս 44-ամյա պատերազմի հիշատակը հարգենք, մենք չենք հաշտվում մեր պարտության հետ։ Այ դա էր կարևորը, որ չվազի Ալիևի կառքի հետևից։ Մենք պետք է այստեղ նշենք, որովհետև իրոք հաղթանակ է եղել, մայիսին մենք հաղթել ենք։ Իմանայինք նախորդը ով է եղել եւ ինչ կարգավիճակ է ունեցել կուրատորը։ Միշտ Էլինկա ձեսից։ Այդ գումի հետևը մի մեծ շենք կա։ Ես այնտեղ եղել եմ։ Եվ մի վարչություն կա, որը հայկական հարցերով է զբաղվում։ Հայկական հարց, հայկական գործերով։ Հայերով։ Թեմա են ասում հիմա։ Թեմա։ Հեշտ տարբեր բաներ են ասում։ Միշտ եղել է թեմաներով։ Այո, հայկական թեմաներով։ Հիմա քանի որ մոդը բառնել է մոդա, հիմա չէ, նորաձև տերմիներ օգտագործենք, ուրեմն միշտ էլ եղել են մարդիկ, բայց նրանց կարգավիճակը ինչ է եղել։ Օրինակ, եղել է, ես գիտեմ, KGB-ի կամ FSB-ի հետագայում։ Այսինքն մի մայոր զբաղվել է, որովհետև իրենց ագենտները այստեղ շահերի ու եղել են այստեղ իշխանությունում, ագենտ եղել է նախագահ։ Այսինքն պետք չէր այնտեղ հատուկ մարդ, այստեղ Երևանում Բաղրամյան 26-ում մարդը նստած Ռուսաստանի շահերը պաշտպանում էր մեզանից։ Հայությունից պաշտպանված էր Ռուսաստանի շահը, որտեղ Բաղրամյան 26-ում նստած էր մարդը։ Մարդիկ ոչ միայն Էլինկա ձեսից, այլև Բագրամյան 26, դրանք համագործակցում էին, իմանանք ով էր, ուրեմն այստեղ կարգավիճակ Վահագն Խաչատուրյանը փաստորեն հարմար գործընկեր չի, ուրեմն կենտրոնը տեղափոխում են Մոսկվա, ես մտածում եմ, որ որոշ առումով դա բարձրացում է, կարևորացում է, ու դա միայն, որ դա մեզանից կախված չի,